Բարև ձեզ։ Փաստինֆոյետերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի։ Առաքելության նոր ղեկավարը նշանակվել ֆին զինվորական, ավելի ճիշտ ոստիկանությունում աշխատող մի կին եւ ով ունի բավականին հարուստ փորձ դիտորդական առաքելությունների։ Բայց այստեղ փորձենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում մեզ համար։ Առաջինը, ստացվում է, որ այն հայտարարությունները նաև մեր հարևան Իրանի կողմից, որ այս առաքելությունը քաղաքացիական չէ, ինչ որ կերպ նաև հաստատվում են։ Զինվորական կամ անվտանգային համակարգ ներկայացնող մարդու նշանակումը դիտորդական առաքելության ղեկավար ինքնին փաստում է, որ այդ առաքելությունը չի լինելու քաղաքացիական։ Քանզի Իրանից նաև մտահոգություններ են հայտնվել առան եւ նաև հայկական մամուլը գրեց, որ այդ առաքելության մեջ մեծ թիվ են կազմում պաշտոնաթող զինվորականները եւ ոստիկանները, այսինքն քաղաքացիական որպես այդպեսին այդ առաքելությունը մենք չենք կարող դիտարկել։ Երկրորդ, առաքելության ղեկավարը նշանակվել մի մարդ, ով ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանին, սա ինքնին բավականին մեծ ռիսկեր կարող է պարունակել իր մեջ։ Ավելին, անգամ նա կարող է չկարողանալ բացատրել օրինակ հայերի եւ ադրբեջանցիների տարբերությունը, քանի որ տարածաշրջանը ընդհանրապես չի պատկերացնում։ Եվ այս պարագայում ինչպես է իրականացնելու իր առաքելությունը եւ ինչ օգուտ է դա տալու մեզ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված եւ խաղաղության օրակարգի պահպանման հետ կապված, սա եւս հարց է։ Բացի այդ, այստեղ ամենից կարևոր հարցը կայանում է նրանում, որ եթե Ադրբեջանի հետ արդեն գնում է խաղաղության գործընթաց եւ արդեն բոլորը բոլորի հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ, ինչպես փորձում են որոշ շրջանակներ մեզ համոզել դրանում, ապա այդ դեպքում ինչ է անում այստեղ ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչու նրա ժամկետի ավարտից հետո եւ նրա ղեկավարի ժամկետի ավարտից հետո կրկին նոր անդամ է նշանակում եւ կրկին նոր ղեկավար։ Արդյոք սա չի նշանակում, որ եվրոպական դիտորդական առաքելության համար Հայաստանը ուղղակի պլազդարմ է լինելու ապագայում ինչ որ այլ գործընթացներ իրականացնելու եւ այլ ծրագրերին մասնակցելու համար եւ այլ օպերացիաների մասնակցելու համար, որոնք կարող է եւ ընդհանրապես կապ չունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգի եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության օրակարգի պահպանման հետ։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում, եւ սրանք հարցեր են, որոնք այդպես էլ չեն կարողանում փարատել մեր հարևանների կասկածները առաջին հերթին հենց Իրանի Իսլամական Հանրապետության, քանզի հիշեցնեմ, որ ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, որը ինքնին Իրանի եւ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի հենց սահմանի հատման կետում են գտնվում։ Հետևաբար Իրանը սա եւս բարձրացնում է անընդհատ երկկողմ հարաբերությունում եւ բանակցությունների ժամանակ։ Ինչու է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հենց տեղակայվել Եղեգնաձորում եւ արդյոք սա կապ չունի Իրանի հետ։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ ինչպես են զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերություններին է վերաբերում։ Ժնևում ավարտվեց երկրորդ փուլը, որը հիշեցնեմ անուղղակի բանակցություններ են, սրանք երկրորդ բանակցություններ են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, եւ դատելով կողմերի առած հայտարարություններից նրանք չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Միացյալ Նահանգները պահանջում է, որպեսզի Իրանը ընդհանրապես հրաժարվի միջուկային զենք արտադրելու գաղափարից։ Իրանական կողմը փաստում է, որ իրենց ծրագրերում ընդհանրապես չկա միջուկային զենք ստեղծելու խնդիրը։ Նշանակում է, այստեղ ուղղակի պատճառը պետք Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Նման կարծիք են հայտնում իրանցի փորձագետները եւ Իրանի պաշտոնական շրջանակները։ Իսկ որ բանակցություններն ավարտվել են ապարդյուն, վկայում է այն հանգամանքը, որ վերջին 1 օրվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է Միացյալ Նահանգների կողմից տարբեր բազաներից դեպի Մերձավոր Արևելք կործանիչների տեղափոխումը։ Սա լուրջ թիվ է եւ վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները երկարատև ռազմական գործողությունների է պատրաստվում, բայց հիմա չի գնա այդ ռազմական բախման, քանզի այս պահին Պարսից ծոցում սկսվում է Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները, եւ մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ ենք խոսել այդ մասին, նշելով, որ արդեն հրահանգ է գնացել եւ նամակներ են գնացել տարածաշրջանում գտնվող բոլոր պետություններին, որ զորավարժությունների ժամանակ մարտական հրթիռներ են օգտագործվելու, հետեւաբար զորավարժությունների շրջան ընդգրկող հատված այլ պետության ռազմանավեր չպետք է մտնեն։ Սա որոշակի առումով կերկարաձգի Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների ռազմական գործողություններ սկսելը, բայց վստահ ենք, որ Միացյալ Նահանգները ամեն դեպքում գնալու է ռազմական բախման, քանզի արդեն Իսրայելի կողմից են բացահայտ շանտաժներ հնչեցվում հենց Միացյալ Նահանգների հասցեն, եւ Իսրայելը իդեմս նրա վարչապետի ամեն ինչ անում է, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը տեղի տա եւ գնա ռազմական բախման Իրանի հետ։ Իսրայելը իր գոյությունը միայն այդպես է պատկերացնում։ Հակառակ պարագայում, եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև մի օր ստորագրվեց համաձայնագիր եւ կողմերը
կողմերը եկան այն համոզման, որ Իրանը կարող է ունենալ խաղաղ ատոմի ծրագիր, ինչպիսի ծրագիր օրինակ Միացյալ Նահանգները առաջարկում է Սաուդյան Արաբիային, ապա Իսրայելը կորցնելու է Միացյալ Նահանգների աչքում իր նշանակությունը եւ ըստ էության վերածվելու է երկրորդական պետության Մերձավոր Արևելքում։ Ինչևէ, սպասենք տեսնենք այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանում։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ռուս-ուկրաինական հարաբերություններին է վերաբերվում եւ բանակցություններին, որոնք կրկին Ժնևում են անցկացվում, եռակողմ բանակցությունների մասին է խոսքը։ Երեք ավարտվեց առաջին փուլը եւ կողմերը կարծես թե դրական ոչինչ չասեցին առաջին փուլի հետ կապված։ Ավելին, Ուկրաինան խնդրել է Եվրոպական միության երկրներին, որպեսզի նրանք եւս պատվիրակներ ուղարկեն այդ բանակցություններին մասնակցելու համար։ Բացի այդ, Զելենսկին դժգոհում է, որ Միացյալ Նահանգները միայն Ուկրաինայի վրա է ճնշում գործադրում եւ զիջումները միայն Ուկրաինան պետք է անի, այլ ոչ թե երկուստեք պիտի լինեն այդ զիջումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից։ Բացի այդ, Եվրոպական միության ներկայացուցիչների ներգրավելը կրկին խոսում է այն մասին, որ Զելենսկուն կամ չեն թողնում, որպեսզի ավարտի պատերազմը հենց եվրոպացիները, կամ Զելենսկին ինքը չցանկանալով ավարտել պատերազմը, դիմում է եվրոպացիների օգնությանը բանակցային գործընթացը կրկին վիժեցնելու համար։ Բացի այդ, ինչպես գրում է եվրոպական մամուլը, հենց ուկրաինական պատվիրակության ներսում կարծես թե արշալույսները խաղաղ չեն։ Այնտեղ երկու թևի են բաժանվել այդ պատվիրակության անդամները, մի մասը ենթարկվում է Զելենսկու նախկին գրասենյակի ղեկավար Երմակին, մի մասը ենթարկվում է ներկա գրասենյակի ղեկավար Բուդանովին, ով հատուկ ծառայությունների ղեկավարն էր Ուկրաինայի։ Ըստ եվրոպական մամուլի Բուդանովի կողմնակիցները կողմ են ռազմական գործողությունների արագ ավարտմանը, իսկ Երմակի կողմնակիցները գտնում են, որ ռազմական գործողությունների ավարտը Ուկրաինային ոչինչ չի տալու, այլ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնելու փոխարեն ավելանա Ուկրաինային հատկացվող միջազգային օգնությունն ու աջակցությունը։ Տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու եւ երկրորդ փուլը բանակցությունների կամ երկրորդ օրը ինչ նոր արդյունքներ կբերի մեզ բոլորիս։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, ցանկանում եմ խնդրել եւ հիշեցնել, որպեսզի անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն բոլոր նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքը պահպանելու եւ ալիքի գործունեությունը շարունակական դարձնելու համար։ Այս թեմաներն էին այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։